Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել։ Հարգելի հայրենակիցներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ եւ ընտանիքիս կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության եւ առանց հանրարարությունների։ Կյանքիս ընթացքում հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաեւ բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։ Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինչ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածը սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռան չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համբախմբող ենք։ Ամուր եղեք մեր հաղթանակին, այլ ընտրանք չկա։ Աստված առաջ։ Ներկայիս արձանագրումներ եւ ապագայի ծրագրեր։ Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում հայ դատավորի կողմից կալանավորվեցի եւ արդեն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։ Ես եւ մեր ընտանիքը մեր ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել ենք օգնելու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Արվածի ծավալների մասին ուզում եմ առաջին անգամ հակիրճ կերպով խոսել։ Վստահ եմ, որ վերջին 17 տարիների ընթացքում մենք միայն կրկնապատկել ենք աշխարհասփյուր հայության ներդրումները հայրենիքում եւ ստեղծել ենք աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդն ապրի իր հայրենիքում եւ վաստակի իր հանապազորյա հացը, որի մասին միշտ համեստորեն լռել ենք։ Բայց միայն այստեղ հասկացա, որ մեր հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու եւ չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում եւ տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում եւ վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել եւ փորձել վերանայել վերջին 7 տարիների այդպիսի գործերը եւ պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը եւ արդարադատությունը վերականգնվելու է։ Պայքարելու ենք։ Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին, ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների եւ խաղաղության մասին երազանքները, արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին՝ Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան։ Կորցրինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող եւ արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին եւ սուտ խոստումներով սկսեցին հատարհատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները, քանդեցին զինված ուժերը, հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու են խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից, արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է։ Պայքարելու ենք, շարունակելի։ Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել Սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում։ Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան, նրանց ճանաչելով persona non grata։ Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնին հասնել Սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները, հայրենի հողում ներդրումներ կատարելու, հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու։ Ի վերջո, մեր Սփյուռքը ոչ միայն հայրենիքում տնտեսական բիզնես արժեք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլ նաև լոբիստական հզոր ուժ։ Փոքր խմբակի այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը։ Երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ Սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն է Սփյուռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ եւ ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար։ Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ եւ անչափելի կապիտալը՝ մեր Սփյուռքը։ Նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը Սփյուռքից 0 ներդրում ունի։ Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի։ Պայքարելու ենք, շարունակելի։